չգիտեմ 50,000 դոլար ստացել տունը մենք դրա մասին չենք խոսում հասարակ քաղաքացիները եթե կարա ինչ որ մի բան իրանց ասելա մենք խոսում ենք 467 միլիոն դոլարը դա Արցախի առաջնագծի ամեն մի կիլոմետրի վրա 2 միլիոն դոլար է հասնում եւ այդ 467 միլիոն դոլարը 25 միլիոն դոլարով 27 միլիոն դոլարով 20 միլիոն դոլարով այսպիսի բախշումներ ա եղել ու մի վարքյան հիմա մի վարքյան շատ կարևոր բան եմ ասում ու թող մեր ինժեներներն էլ լսեն ինչ կլեյմոյեն փորձում մեր վրա դնել ասում են այ Նիկոլի խաղն է ուրեմն ասեմ մենք խոսում ենք այն գումարների մասին որ հենց Նիկոլ Փաշինյանն է փոխանցել այդ հանցագործ կլանին հենց իր փոխանցած գումար խոսքը գնում բա մի վարքյան էլի սկսել ենք էլի հո չավարտեցինք հələ մի հատ տեսնենք մի քանի օր չի ընդամենը անցած անգամ դատախազություն ահագին անգամ են գնացել օրավրի Ապա ես չեմ ասում դուք անգաժիրованные լրատվամիջոցներ եք ուզում եք քաշտակ տանեք դե չի ստացվելու ուրեմն մի վարքյան մեր հարցը կոնկրետ է չկա այդպիսի հարց որ ինձ տված են ստեղ ձեր համար ոչ ԿՊ-ի падգամավորը կաղնած ոչ բանա Հայաստան դաշինքը ոչ էլ պատիվ ունեմ այդպիսի հարց չկա որ Արտուր Սիպյանը չի պատասխանում ասում եմ գնացվել է հիմա մի վարքյան հերթով գալիս ենք հələ մի հատ տեսնենք ստե ինչ է ասում մենք կաշկանդված չենք ոչ մեկից բան խե թալանչիներից չենք պահանջելու խե միջև Նիկոլ Փաշինյան հիմա ես ասում եմ դուք ինչ դաշտեք ուզում տանեք որ մեկի անունը տանք մեկին իջտանք ասեն ժողովուրդը ուրեմն պետք է իմանա այդ անունները լրիվ ցույց մի վարքյան եթե ժողովուրդը երբ որ ժողովրդին այդ ցանկությունը լինի այդ 48 հոգանոց ցուցակ այս են ժողովուրդ երբ որ ասեմ պետք է 48 հոգանոց ցուցակը մի կայքում կհրապարակենք ասենք ժողովուրդ նայեք հրապարակված է ինչ որ խոսում եմ հրապարակային տվյալներ է Ինչու եք Արցախի նախագահի պաշտոնին 1 ամիս է մնացել ինչու եք հենց այս ֆոնին դուք սկսել պահանջել 1 տարից ավելի այստեղ Արցախի նախագահի պաշտոնը ստե կապ չունի մի քանի շաբաթից հետո ավարտում եմ մի վարքյան հարցը լսել եմ էլի Հիմա խնդիրը նրանն է, որ ժողովուրդ Արցախցիները մնում են ու հիմա են մնում, հեսա հաշված շաբաթների խնդիր է, եթե այդ 40 + 10 կտրվում է, այդ ժողովուրդը ուրիշ տարբերակ չի մնում։ Մենք չենք եկել տեսնենք ինքը երբ է իր սուրոկը ավարտում, երբ չի ավարտում։ Մենք եկել ենք կոնկրետ հարցի համար։ Այդ ժողովրդի սոցիալական խնդիրների կարը մեզ լուծես, թե չես կարող լուծես։ Միացել շտաբին, Արցախի խորհրդին ինչի չեք միացել։ Իրենք էլ այդ նույն պահանջները հնչել։ Ուրեմն մի վարքյան, այդ մարդիկ իմիջիալոց ովքեր որ այս ակցիա նախաձեռնել են, այդ հենց այդ շտաբից էին։ Բաց այդ հա, հիմա այդ նույն շտաբն էլ գնացել է դատախազություն, նույն պահանջի դրել է։ Հիմա մենք էլ ենք դրա հետևից գնում թալանած, այստեղ ինչ կա որ ուզում ենք։ Առանձինի խնդիր չկա, հրավիրված են բոլորը։ Ով ցանկություն ունի, ով գտնում է որ իր այդ բանը թալանածի ֆինանսական, սոցիալ խնդիրների լուծման ճանապարհը սա է, բոլորն էլ հրավիրված են։ Հիմա ես ավելի մենք անցած անգամ ինքը ասեց որ օրը մենք ենք նշանակել ասել ենք որ հաջորդ չերեզ մի օրից հետո ստելնելու հավաք խոսք գնա սորվա մասին եւ նենց էր որ ինքը ասելա որ պատասխանելու եմ ձեր հարցերին հիմա թողենք տեսնենք ինչա պատասխանում հետո իմանանք գնում ենք դատախազություն թե գնում ենք կառավարություն թե ոչ միտեղ չեն գնում հանդիպելից եմա չկա մեզ հատ հարց ունենք դուրս արի ասա թե ոնց ես դու պատկերացնում ես ժողովրդի սոցիալ խնդիրների լուծումը հարցը հրատապ է այդ հրատապությունն որ ասում եք ինչի հիմա է դարել հրատապ ու բացի դրանից մենք տեսել ենք որ ինչ որ նախաձեռնություններ են փորձում անեն թողել ենք փորձեն անեն մարդիկ ամեն մեկը իր միտք ունի ինչ որ ճանապարհ տեսնում մենք ոչ մեկին չենք Բաբայանի հետ ասում են որ Սավել Բաբայանը դե նա հարցին պատասխանես կապողնում Հիմա մի վարքյան, հիմա ես մի բան ասեմ ձեզ էլ կապում են ասենք թե ես իմ եւ ասեմ մի ուրիշին հետ, հիմա ինչի են կապում։ Ասեմ հիմա մենք որ ստեղ ենք, երբ որ մենակ Սամվել Բաբայանին չեն կապում, մի վարքյան։ Մենք որ հենց որ կոռուպցիայի հարցը դրվում է, դա Ղարաբաղից էր դեռ վաղուց եկած։ Սկսում են այդ հարցը դնողին կապել սրանարան հետ, որպեսզի որ այդ շարժումը եւ այդ նախաձեռնությունը էժանցնեն։ Ասեմ, ստեղ ոչ մեկ խառնված չի, որևիցե քաղաքական ուժ, պարզ հասարակ Արցախցիներ ասում են, մեկը գյուղագործ է, մեկը բանահին նախկին սպայա եւ այլն, սովորական հասարակ քաղաքացիներ։ Այս հարցը դրել են ստեղ ու հրավիրել ինձ, որ Արտուր, արի
մնացած հիմնավորումների։ Միջև ձեր այստեղ գալը, ես խոսել եմ այստեղ հավաքված արցախցիների հետ, շատերը տեղյակ չէին ինչի համար են եկել։ Շատ իզուր եք արել։ Շատ իզուր եք արել։ Ուրեմն մի բան ասեմ, մի վարքյան, մի վարքյան։ Ձերոնցից բերում եք դնեմ խոսացնում, դուք ասեմ որ նա ձերոնքը։ Ասեմ որ նա։ Ձեր ագենտուրան, ձեր լրատվականի ագենտուրայի մասին ազորություն դնում։ Ես ուրեմն մի վարքյան, ես ձեր մի վարքյան։ Տալիս դրա համար։ Մուսայլան, մի վարքյան։ Ուրեմն ես ձեզ ասեմ ինչու՞մն է խնդիրը եւ այն նույն բանը պալատկան որ դրել են դեղ, թե որ կոնկրետ որ բանն է, անուններով էլ կարամ տամ, բայց դասեմ հիմնականում լրատվամիջոցներն որ խառնում են հավաքի հերանիցում են։ Ինչու՞, որովհետեւ հիմնականում լրատվամիջոցներն դա թալանչիների կողմից ֆինանսավորված լրատվամիջոցներ են եւ ինչ նախաձեռնություն դնում է ուզում են կամ կապեն այդ թալանչիների հետ կամ էլ բանանը պարավակացանը մեզ հանեն քաղաքական Հա, ասեմ հաղորդումներ էլ պատասխանում ենք։ Պարոսյա, ձեր ասած բոլոր հայտարարությունները օդ են, քանի որ դուք կոնկրետ անուններ չեք տալիս, որպեսզի իրավապահ համակարգը զբաղվի դրանով։ Ինչ անում ա ձեզ։ Ասում եմ վարկան է, ասում եմ գործը հարուցված է, տարիուկես առաջ, քուրիկ ջան, հասկանում եք։ Չէ գնահատականներ մի տվեք։ Դուք գնահատականներ լրագրող եք։ Ես որ մի լրատվական է։ Հրապարակալը մի հատ կորեք ստեղից։ Հրապարակը եկել աստե ինչ անի։ Գնաց, որովհետև հրապարակը դա այն կեղտոտ լրատվականն է, որը միայն կեղտ է շպրտում։ Ու այ դուք եք ասեմ ինչի։ Այդ նույն հրապարակը դեռ մենք Արցախը հրապարակ թերթի ոչ ելույթ չեմ տալու։ Հա։ Լուսաբանվի, լայն տարածում։ Չեմ ուզում, ես ձեր կարիքը չունեմ, մենք հենա մեր Facebook-ը ունենք։ Մենք մեր Facebook-ը մեզ հերիք է, մենք ձեր կարիքը չունենք։ Ուրեմն կարճ ասեմ։ Ներով մի արեք, ես չեք կարող քշեք, ես մեր հայրենիքը։ Հայրենիքի շմեք շում, հավաքի մի խառնվեք։ Հրապարակ թե կորից տեղից։ Հանգիստ խոսեք նա։ Հրապարակ թե ուրեմն կոնկրետ Հրապարակ չեք ուզում լուսաբանենք։ Չէ, ուրեմն թեքվեք որ մյուս անգամ դրատվամիջոցների վերաբերյալ գնահատականներ։ Ուրեմն դատարանելու են գնահատականները։ Մենք ձեզ լուսաբանենք։ մենք ձեր կարիքը չունենք, գնացեք տեղից։ Աշխատանքը տվել եմ ես տուն լրատվականներին, կտրել եք ձեր ուզածը